Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը խորհրդանի 13-ամյակ Իսրայելը հարվածալի Լիբանանին, Ազնավուր ու Ջոնի Հոլիդեյի բարեկամությունը, Մարտին Եսայանի արձագանքը Փաշինյանին, հայկական դասագրքեր Ամերիկայի մինչև 1950-ականներ, փաստեղ հայկական մրգային լավաշ, Խեյք Հեմագյանի Արևմտյան Հայաստանը հեռուստատեսությանը, միացիք մեր վետերաններին։ 2026 թվականի մայիսի 24-ին Արևմտյան Հայաստանը Հանրապետության խորհրդանի 13-ամյակի թեմայով Zoom հանդիպում այլել Փարիզում ու Երևանում միաժամանակ։ Մասնակցելիս լինել ազգային կառույցների ներկայացուցիչներ, պատգամավորներ ու հասարակական գործիչներ։ Բացման խոսքում նախագահ Արմենակ Աբրահամյանը նշելով էր վերջին 13 տարիները իրել են պայքարի ու պետական ինստիտուտների ամրապնդման շրջանը։ Կառավարության ղեկավար Լիդիա Մարկոսյանն ընդգծել մշակութային պատմական հիշողության պահպանման կարևորությունը։ Ազգային ժողովի նախագահ Տիկին Էլի Հարությունյանը ու պատգամավորները Մասի Սինջիջյանը, Մարիետա Դումիկյանը շեշտ տալան միասնականության, միջազգային կապերի զարգացման ու ազգային օրակարգի առաջ մղման անհրաժեշտությունը։ Հանդիպումը բրծալա քննարկումների ու առաջիկա ծրագրերի ներկայացմամբ։ Իսրայելը սամալյոտներն Կիրակի օրը առավոտը հարձակվան Լիբանանը հարավում գտնվող առնվազն 5 քաղաքի վրա, որոնցից ամենաուժեղ հարվածները հսկվել են Ջեբի Շիթին, հաղորդում է Լիբանանը ազգային NNA-ի գործակալությունը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի ժամից էլ պակաս ժամանակահատվածում 5-յան ընդմեջ հարված են հսկել Ջեբ Շիթին, ասում է գործակալության հայտարարության մեջին։ Հաղորդում ավերտիրից հյուսիս գտնվող Բակբուկ շրջանում զոհվել է 5 մարդ, վիրավորվել է 2-ը։ Լիբանանի ազգային լրատվական գործակալության տվյալներով Շեբեթորվա սկզբից ի վեր հարավային Լիբանանում առնվազն 15 բնակավայր է ենթարկվել իսրայելական սամալյոտների, անօդաչու թռչող սարքերի ու հրետանու հարձակումների։ Շարլ Ազնավուրին ծննդյան օրն է ելել, իրեն երկիրը միավորալ են տարբեր սերունդներին, իսկ աջակցությունը տռալա մխլա երգիչների հաջողության հիմքը։ Ազնավուրի կյանքում առանձնահատուկ տեղ ունեցավ ֆրանսիացի երգիչ Ջոնի Հոլիդեյը։ 60-ականներին Շարլ Ազնավուրին կիրած ու Ջորջ Կարվարենցի երաժշտությունով ստեղծված երգը տռալա Ջոնիի մեծ հաջողության սկիզբը։ Այդ վխտվանից իրանց մտերմությունը տարիների ընթացքում մենակ խորացալ է։ 2017 թվականին վեր Ջոնի Հոլիդեյը մահացալ է, Շարլ Ազնավուրը մասնակցալ Ցյուրան թաղմանը, ասալավ էր Ջոնիին սգալու է հայկական ավանդույթով 40 օր փակվել ավտանը, հունցը հայրն ասքում որդուն։ Այդ ընթացքում ինքը հրաժարվել է սաղ հրավերները ու համերգները։ Շարլ Ազնավուրը կյանքում նախընտրել իսարել համեստությունը ու նույն ձև էլ կազմակերպվել իրան հրաժեշտի արարողությունը խաղաղ ու առանց ավելորդ շքեղության։ Ծնունդդ շնորհավոր մեր հպարտություն։ Ազատամարտիկ Մարտին Եսայանը կարծում ավեր օրերս համացանցում տարածված Արցախաբարբառով սպառնալիքներ հնչեցող տեսանյութը կեղծված ու նպատակոն է Արցախահայերի նկատմամբ ատելություն սերմանել։ Հյուրանոցերավը տեսանյութում օգտագործված խոսքը լրիվությամբ համապատասխանում չի Արցախաբարբառին ու իրական արցախցիների նման արտահայտություններ օգտագործալ չեն։ Տեսանյութի արձագանքելով Նիկոլ Փաշինյանը հայտարարել վեր գտնելու է տեսանյութի մասնակիցներին ու չոքացնելու է իրենց։ Ավելի ուշ ինքը նաև կոշտ արտահայտություն ալալարած արցախցիներից մինի հասցեին հարցնելով թե խեյ է ինքը սաղ մնացալ կռվից հետո։ Մարտին Եսայանի խոսքով երկրի ղեկավարը պիտի զսպված ու օրինակելի լինի վեշտավիրավոր է պատերազմի միջոցով անցկաց ժողովրդին։ Ընդգծալավ էր Արցախահայերը ծանր պայմաններում պայքարել են մինչև վերջ ու սորել գտնվում են ծանր սոցիալական ու հոգեբանական վիճակում։ Ազատամարտիկը նշելով էր Արցախը Հայաստանը անվտանգության կարևոր բաղադրիչն է ելել ու զգուշացրալավ էր ներքին պառակտումները կարին վտանգավոր հետևանքներ ունենան երկրին հետի։ Ամերիկայում հայկական շկոլների զարգացմանը զուգահեռ մտածալ նաև հայերեն դասագրքերի ստեղծման անհրաժեշտությունը, որովհետև արտերկրից բերվող գիրքերը ամբողջությամբ համապատասխանելիս չնելել ամերիկահայ խոխորձը կրթական ու լեզվական պահանջներին։ Տրենդերն 20-րդ դարի առաջին կեսին սկսան ստեղծվել տեղական դասագրքեր հարմարեցված Սփյուռքահայ միջավայրին։ Մարդուկյան գրադարանի հավաքածու նշանցատան վեր հեղինակները կարևոր լիսնել ոչ միայն լեզվական բովանդակություն, այլև դասավանդման մեթոդները, պատկերազարդումն խոխորձը հետաքրքրության պահպանելը։ Առաջին կարևոր աշխատություններից այլ Գուլենիա Նազարի հայ գիրք Բոստոն 1917-ի վերներ առանձնանալիս այլ պարզ ու կրկնողական ուսուցման մեթոդով։ 1929 թվականին Նյու Յորքում լույս տեսալ Նիկ Օղոսյանի Փեթակ շարքը վեր ներառելիս այլ պատմվածքներ, բանաստեղծություններ ու երգեր լայն տարածում աճալ հայկական շկոլներում։ 1930-ականներին կարևոր դեր ունեցալ նաև Վարդգես ու Արմենուհի Ահարոնյանների հրազդան շարքը վերը փորձել իսալալ կամուրջ ստեղծել հայկական ու ամերիկյան կրթական համակարգերի միջև ներառելով ամերիկահայ խոխորձը ծանոթ թեման է։ Նույն շրջանում Բոստոնում հրատարակվել է Արմենակ Բարսեղյանի Արփի դասագիրքը, այստեղ կիրառվել իսալա ժամանակակից մանկավարժական մոտեցումը։ Այս դասագրքերը մեծ դեր ունեցալ ամերիկահայ համայնքներում մայրենի լեզվի ազգային ինքնության պահպանման գործում։ Պաստեղը կամ փիստիլը հայկական ավանդական մրգային լավաշավերը հայտնի է նաև որպես թթու լավաշ։ Պատրաստվում է հսած մրգերի ու հատապտուղների խյուսից ու առանձնանում է իրեն բնական համավնա պարզ բաղադրությունով։
Պերակ ու ճկուն մրգային թերթիկը շուշուտ ունենում է թթվաշան, որովհետև ավանդաբար սարքվում է հյունա, սալորա, կեռասա, խնջորա ու այլ թթվահան մրգերը։ Բայց պաստղը կարելի սարքվել նաև թոթից, ծիրանից, շեֆթալից, մոշից, ազնվամորից, տանձից, ինչին արդյունքում էլ ստացվում է ավելի քաղցր ու մեղմ համապ։ Պաստղի գլխավոր առանձնահատկությունը այն է, որ տրապադրաստման ընթացքում օգտագործում չեն շաքար կամ օսլա, սարքվում է մենակ մրգային խյուսա, կուճիր քանակությամբ ճիրա, արևի բնական ջերմությունա։ Դարեր շարունակ պաստղի իլալա հայկական կուխնյու կարևոր մասը պահպանել է մրգերին բնական համնա օգտակար հատկությունները։ Արևմտյան Հայաստանը հեռուստատեսությունը հավատարիմ մնալավ իրենց սկզբունքներին է եշողներին, շարունակում է նախապանգործը թազամոտեցումներով։ Հունց արդեն գիտում եք, մեր տելևիզիոն ինքնագովազդ չի զբաղվում։ Հիմնականում հեռարձակում է Արևմտյան Հայաստանապատմության ու իր ներկայ ապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու այլ ենթատեքստերով մի տարբեր խնդիրներ էլ ապիցրցնում։ Արևմտյան Հայաստանը հեռուստատեսությունը գրանցալ է իր ամենակարևոր նվաճումները մինը հրատարակել Արևմտյան Հայաստան շաբաթաթերթը, վերի նպատակն է պահպանելու տարածել մեր պատմությունը, մշակույթն ինքնությունը։ Մունք նաև թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացնում Արևմտյան Հայաստանը Հանրապետության նախագահ կառավարության ազգային ժողովի արկառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քյոմագյավը մեր տելևիզիոն հնարավորությունները ավելին ընդլայնվում ու պնդանում ենք միասին ու ուժեղ։ Հայ վետերանների ու քյոմագյանողների միավորում, ֆրանսիացի վետերանների ու հայկական ծագումով դիմադրողների միավորում։ Եթե 18-ից 78 տարեկան ումին պատար ազատվախտ ունի, ապա կարիք միանաք հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք ախբերություն։ Ձեր խնդիրն այնական պաշտոնական արարողություններին պիցրցնել Արևմտյան Հայաստանադրոշը հիշատակի պահապանները իրենց նշանակալի ներկայացնելով պաշտոնական արարողություններին այ հիշատակի արարողություններին, որոնց մասնակցումն ալ կազմակերպությունը եւս պատվում են հայ զինվորներին կամավորներին վեր 1916 թվականից մինչև մեր օրերը իրենց կյանքը վտանգալն պաշտպանելով ֆիզիկական վտանգի տակ քաղաքացիական բնակչությանը։ Խնդրում ենք հապաղեք վեճ կապվիկ նախագահ Ժան Ղազարոսյանին հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալի հետի։ Սիրելի հայրենակիցներ, սորով այդ տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։